Մետաղները Աստծո խոսքի մեջ եւ նրանց հոգեվոր նշանակությունը եւ խորհուրդները անցյալ անգամ եթե հիշում եք, որ մետաղի մասին խոսեցինք, դա արծաթներ եւ բնականաբար այսօր որի մասին պիտի խոսենք, չկռահեցիք անշուշտ։ Ուրեմն այն մետաղը, որի մասին պիտի խոսենք, ատոմային համարը 26 բնության մեջ իր տարածվածությամբ զբաղեցնում է 4-րդ տեղը։ Թթվածին, սիլիցիում, ալյումինիում եւ հաջորդը այս մետաղն է, որի մասին պիտի խոսենք։ Հալման ջերմաստիճանը 1538 աստիճան Ցելսիուսով ո՞րն է։ Նորից չկռահեցիք։ Լատիներեն ֆերում քիմիական նշանը Fe սպիտակ արծաթափայլ, պլաստիկ եւ ծանր մետաղ եւ դա երկաթն է։ Iron ռուսերենով ժելեզը։ Մարդու օրգանիզմում պարունակում է երկաթ եւ այն շատ կարեւոր դեր է կատարում։ Երկաթի պակասությունը օրգանիզմում հանգեցնում է մի շարք հետևանքների։ Եվ հիմա ինչ որ պիտի թվենք ամեն մեկը քննեք, թե արդյոք այս նշանների ձեր մոտ կա, թե ոչ։ Ուրեմն երկաթի պակասությունից առաջանում է թթվածնային քաղց։ Սակավարյունություն, անեմիա է սա կոչվում, գլխացավեր, հիշողության թուլություն, հոգնածություն, եղուգների փխրունություն, իմունային համակարգի թուլացում, դյուրագրգռություն, այսինքն հանկարծակի բարկանալ, մաշկի չորություն։ Այսքան բնորոշումներից հետո ովքեր հասկացան, որ իրենց մարմնում երկաթի պակասություն ունեն, անկեղծ ձևով, բավական ձեռքեր կան, բավական ձեռքեր բարձրացան։ Այո, փաստորեն մենք հիմա կատարեցինք արյան ձրի քննություն ձեզ համար։ Լավ, եթե քննությունը կատարել ենք եւ հետևանքը կա, լավ, ուրեմն բժշկական նաեւ խորհուրդ է պետք տալ։ Երկաթի լավագույն աղբյուրը, որ մարդու մարմինը կսնուցանի, այդ պաշարը կլցնի, կենթանական սնունդն է։ Նախ եւ առաջ կարմիր միսը, բայց նաեւ հավը եւ ձուկը, մի ձուկ, մի մուկ, որ ուտես, մուկը չէ։ Եվ նաև ոսպ և լոբի, եթե ուտեք, երկաթի պակասություն չեք ունենա։ Առօրյա օգտակար խորհուրդներից հիմա պիտի անցնենք սուրբ գրային խորհուրդներին։ Աստծո առջև խիստ պատվական է իր խոսքի պատվիրանքների հանդեպ հնազանդությունը։ Obedience to word of God, չնահանձնելու պարագային Աստծո կողմից պատիժներ էր նախատեսված, հին ուխտի մեջ այս բաները շատ ավելի ցցուն էր։ Հիմա մենք ապրում ենք շնորհքի դարաշրջանում, Աստծո ողորմածությունը շատ ավելին է, Աստված երկայնամիտ է, շատ համբերող է, չի ուզում մեկը կորսվի, այլ որ բոլորը Տիրոջը ճանաչեն, հավիտենական կյանք ունենան։ Բայց հին ուխտի մեջ Աստված շատ ավելի կտրուկ էր գործում։ Տեսեք հիմա ինչ է գրված Օրինաց 28-րդ գլխում, 2 Deuteronomy 28:15-19, 15-ից 19 համարները։ Եթե քո Տեր Աստծուդ խոսքին չնազանդես եւ չպահես եւ չնես այն բոլոր պատվիրանքներն ու կանոնները, որոնք ես այսօր քեզ կհայտնեմ, այն ատեն հետևյալ անեծքները քո վրա պիտի հասնեն։ Քաղաքի մեջ անիծյալ եւ դաշտի մեջ անիծյալ պիտի լինես։ Քո կողովդ ու տաշտդ անիծյալ պիտի լինի, այսինքն բերք պիտի չստանաս։ Քո որովայնիդ պտուղը, երկրի պտուղը, կովերուդ ծնունդը եւ ոչխարներուդ հոտերուդ անիծյալ պիտի լինեն։ Քո մտած ատենդ անիծյալ եւ քո ելածդ ատենը անիծյալ պիտի լաս։ Տերը քո բոլոր գործերիդ մեջ անեծք, տառապանք ու հանդիմանություն պիտի ղրկե
քեզ քո չար գործերուդ եւ զիս ձգելու համար միջև շուտով բնաջինջ ըլլաս եւ կորսվիս։ Ինչքան խիստ խոսքեր կա գրված։ Եթե Աստծո խոսքին հնազանդություն չանես, նաեւ նույն 28-րդ գլխի 47-48 համարները։ Քանի որ դու ամեն բանի առատության համար ուրախությամբ ու հոժար սրտով քո Տեր Աստծուն ծառայություն չրիր, այլ կերպ ասած Աստված քո պետքերդ առատությամբ լեցրեց եւ Աստված կոմնապահություն չի անում, իր արևը ծագեցնում է թե հավատացյալների եւ թե անհավատների վրա, թե բարիների եւ թե չարերի վրա։ Աստված կերակրում է, անգամ դաշտի թռչուններին, որ կերակրում է, մարդ արարած, դու Աստծո պատկերը եւ նմանություն ունես, ավելի քեզ եւ չհասկանաս Տիրոջ ողորմությունը եւ գթությունը, սրա համար դու անօթությունով, ծարավով, մերկությունով եւ ամեն բանի կարոտությունով ծառայություն պիտի ունես քո թշնամիներուդ, որոնք Տերը քո վրա պիտի ղրկե, քո պարանոցիդ վրա երկաթե լուծ պիտի դնե, միջև որ բնաջին ջնի քեզ։ Ուրեմն տեսնում ենք խիստ խոսքեր են, միջև որ քեզ բնաջին ջանի, այսինքն այդ աշճան շարունակաբար պիտի սպանի քեզ, որտեվ Աստծուն թողեցիր, Աստված էլ թույլ տվեց, որ դու քո թշնամիներից ձեռքը ընկնես։ Երկաթե լուծ, iron yoke, железное ярмо։ Ընդհանրապես անասուններին, որ դաշտի մեջ աշխատացնում են, ներկայիս զարգացած է ամեն բան, գյուղատնտեսության մեջ կոմբայններ են գործածում, տարբեր տեսակի, բայց գյուղական վայրերում դեռևս պահպանված է այն ինչ որ հարյուրամյակներ եւ հազարամյակներ եղել է։ Այսինքն անասունների վրա երկու կով կամ ցուլ լծում են, նրանց վրա լուծը դնում են եւ դա փայտե լուծ էր։ Ինչու՞։ Լուծ ինչի համար դրված։ Որտեւ անասունը չգիտի ինչ ուղղությամբ պիտի գնա։ Իսկ մեկը մյուսին ուղղորդում էին, որ ուղիղ ճանապարհով հասնեն տեղ։ Այսինքն դաշտի այս ծայրից սկսեցին, մինչև մյուս ծայրը գնան, մեջտեղով չհատեն այսպես։ Աստված ասում է, քո վրա երկաթյա լուծ պիտի դրվի։ Անասունների վրա դրված լուծը փայտե լուծ էր, եւ այնպես էին անում, որ մեծ ծանրություն չլինի, անասունները կարողանան աշխատեն։ Երկաթյա լուծ, եթե դնես մեկի պարանոցին, նա ինչ վիճակի մեջ կլինի։ Եվ սա ասում է փոխաբերական իմաստով, այսինքն քո թշնամիդ այնպիսի սարսափելի աշխատանքների մեջ քեզ պիտի դնի, եւ այդպես եղավ Եգիպտոսում 430 տարի, Բաբելոնում նույն բանը, ուրեմն այս պարագային երկաթը որպես ստրկության նշան։ Ուրեմն խորհուրդներից մեկը երկաթի որպես այդ ստրկությունը։ Հայտնի ժողովրդական խոսք կա, երկաթը տակ են ծեծում։ Այսինքն գործը կա, հետ ժամանակին պիտի անես։ Անգլերենում մի հատ լավ ասացված կա, never put off till tomorrow what you can do today։ Երբեք մի հետաձգի այն գործը, որ այսօր կարող ես դու անել։ Նաև մեկ ուրիշ, սա ժողովրդական խոսք է, անխիղճ մարդու հացը երկաթ դառնա։ Սրա մեջ ինչ որ զգում եք նաև անեծքի մի բան կա։ Այլ կերպ ասած ասում է, որ անխիղճ մարդու հացը միկեր, չես մարսի։ Մեկ ուրիշը, աղքատը ասավ կատուն ջիգյար կերավ, այսինքն անասունի լյարդը, չհավատացին։ Հարուստն ասավ մուկը երկաթ կերավ, հավատացին։ Այսինքն սա նշանակում է, որ աղքատի խոսքը անարգված է։ Անկամ եթե նա ճշմարտությունն է ասում, այո, կատուն հեշտությամբ այդ ջիգարը կուտի, կփախցնի էլ ու կուտի, չէ՞։ Բայց եկեք տեսեք, մուկը երկաթ կարող է ուտել։ Բայց նրա խոսքը ընդունվում է ուրեմն կողմնակալություն հարուստի հանդեպ։ Լենինը ամբողջներին ասավ, կոմունիզմ պիտի կառուցենք, հավատացին։
Բայց եթե մեկը գնար այդ ամբողջներին Հիսուս քարոզեր, ոչ միայն չէին հավատալու, գլուխը պիտի կտրեին։ Այս մեկ համարը Առակաց գրքից է, Առակաց 27:17, Proverbs։ Երկաթը երկաթով է սրվում։ Իմաստուն խոսք է սա։ Ինչպես երկու երկաթի բութ շեղբերը, այդ կտրող մասերը, կարող է դա լինել դաշույն, կարող է լինել դանակ, կարող է դա լինել սուր, իրար հետ, այսինքն շփելով, այդ կերպով սրում են։ Ես հիշում եմ, մեր տանը հայրիկս երկու դանակները իրարով սրում էր։ Եվ այդպես, երբ որ իրար հետ շփվում են, այդ ավել մասերը ուրեմն դուրս են գալիս ու սրվում են, մեկը մյուսով սրվում է։ Հոգևոր տեսանկյունից այս գրվածը ինչ է նշանակում։ Երկաթը երկաթով է սրվում։ Որ կարող են տարբեր տեսակետներ լինել, կարող են նաև հակասություններ լինել։ Եվ երբ որ իրար հետ գործակցության մեջ են մտնում, եւ այդ գործակցությունը իմաստուն ձևով է կատարվում, այդ ժամանակ ազնիվ գործակցություն կա։ Բայց երբ որ հակասությունները անձի խնդիր են, ամեն մեկը իր անձը պիտի փնտրի, այդ ժամանակ սատանան միջամտում է, հենց մտնում է ներս եւ իր ուզածը դա է, եւ դրանով կարող է բաժանումներ առաջացնել, սրտի կոտրել, գիտեք, այսպես հավատացյալներ, եղբայրներ, քույրեր իրարից հեռանան, որովհետեւ իրենց հայացքները իրար հետ չհամակեցին։ Երկաթը ուժի եւ զորության խորհրդանիշ է։ Երբ Աստված զորավոր ձեռքով իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից հանեց, հետևյալը ասվեց Երկրորդ օրինաց 4:20։ Տերը ձեզ առավ ու երկաթի հնոցից Եգիպտոսից հանեց, որպեսզի իրեն սեփական ժողովուրդ լինեք, ինչպես այսօր եղած եք։ Երկաթե հնոց, ինչ է դա։ Վառարան։ Այն գործածում են երկաթը շիկացնելու, հալելու համար, ներկայիս հսկայական գործարաններ կան, մետաղի հալելու եւ կաղապարներ ու իրենց ուզածը սարքելու համար։ Սեդրակ Միսակ Հաբեդնագովին որտեղ գցեց Նաբուկոդոնոսորը, կրակի հնոցի մեջ, Iron Smelting Furnace, եւ Եգիպտոսում այդպիսին էր նրանց կյանքը, իբրև թե հնոցի մեջ գցված, տրտնջում էին, որովհետեւ ծանր էր աշխատանքը, Փարավոնը տեսավ, որ այդ աղյուսները որ նրանք պատրաստում են, բայց նաև ժամանակ են գտնում իրենց Աստծուն աղոթելու, ասավ, էսի ձեռ չի տալիս։ Եվ Փարավոնը սատանայի խորհրդապատկերն է, ավելի ծանրաբեռնեց, ասավ այդ աղյուսները, որ պատրաստում եք, որովհետև նյութը ստանում եք, հիմա պիտի գնաք, այդ նյութն էլ պիտի հոգաք, պիտի բերեք ու նույն քանակությամբ աղյուսներ պիտի պատրաստեք։ Եվ սատանան այդպես է, փորձում է մարդկանց լծել իսկապես, այս կյանքի հոգերով, աշխատանք, որ վերջ չունի, անշուշտ պիտի աշխատենք, մեր ընտանիքներին պիտի պահենք, մեր հոգերը պիտի հոգանք, բայց չափից դուրս, եւ դրա վրա ավելին, սատանան երբ որ տեսնի պատրաստ ես դու ամբողջ օրը աշխատելու, քեզ կաշխատացնի։ Միգուցե նաեւ հրապուրի ֆինանսական բաներով, բայց տարիներ կանցնի, հետո կտեսնես ինչեր ես կորցրել։ Որովհետեւ մենք ստեղծված ենք Աստված պաշտելու համար, Աստծո հետ ապրելու համար։ Այնպես որ այս կյանքի մեջ եղող բաները պիտի անենք հավուր պատշաճի, բայց նաև
մեր Աստծո հանդեպ ունեցած մեր պարտականությունները, մեր հոգևոր ընթացքը։ Երկաթի զորությունը նաև անհատական գետնի վրա այսպիսի մի խոստում տրվեց Երեմիա մարգարեին, Ջերեմիա առաջի գլուխ եւ 18 համար։ Այսօր քեզ բոլոր երկրի դեմ, այսինքն Հուդայի թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի դեմ ամուր քաղաքի պես եւ երկաթե սյունի պես ու պղնձի պարիսպների պես քեզ հրեցի։ Այս երկու մետաղներ պղնձի մասին խոսել ենք ամենաառաջինը, եթե հիշում եք, երկաթը զորություն է, երկաթը ամրություն է։ Աստված խոստում տվեց Երեմիա մարգարեին։ Հիմա միջանկյալ մի օրինակ բերենք, հետո անցնենք նորից Երեմիային։ Հայոց պատմության մեջ Բագրատունիների տոհմից թագավոր է եղել, ով է? Աշոտ երկրորդ երկաթը։ Ինչու է ստացել երկաթ մականունը, ինչու է այդպես կոչվել, հիմա պատմության մեջ հայտնի է Աշոտ երկաթ, ինչու? Որովհետև իր թշնամիները ոչ միայն դրսից էին, այլ ներսում էլ թշնամիներ ուներ, 5-րդ շարասյուն ուներ ներսում, և կարողացավ երկաթի դիմացկունությամբ հաղթել թե դրսիններին և թե ներսիններին և ստացավ Աշոտ երկաթ անունը։ Երեմիան իր ժամանակի մեջ Աստծո ճշմարիտ մարգարեն էր, ինչպես օրինակ Եսային, Դանիելը, Եզեկիելը, Հովել մարգարեն, նրանք ովքեր որ գրություններ ունեն և շատեր որ գրություններ չունեն, բայց ճշմարիտ մարգարեններ եղան։ Սրանց հետ համեմատած նաև շատ ավելի ու բազմաթիվ սուտ մարգարեններ եղան։ Ժամանակի ընթացքում եղել են, ներկայիս կան, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստն էլ այդպիսիներ պիտի լինեն։ Միայն մեկ համար կարդանք, ուրեմն Երեմիա 14-րդ գլուխ և 14 համար։ Այն ժամանակ Տերը ինձ ասավ. մարգարեները իմ անունով սուտ մարգարեություն կնեն։ Սա ամենասարսափելի բանն է, երբ որ ասում են Տերը ասավ, և Աստված ասում է ես չէի ասել, բայց դուք իմ անունով խոսեցիք, սա հայոյություն է Աստծո անվանը։ Զանոնք ես չղրկեցի, և նրանց չհրամայեցի, և նրանց չխոսեցա, անոնք ձեզ սուտ տեսիլքներ, սնոտի գուշակություններ և իրենց սրտի խաբեությունները կմարգարյանան։ Մենք բազմիցս ասել ենք, մեկ անգամ ևս հարկ ենք համարում այս բան ասելու։ Երբ որ մեկը գալիս է ասում է Տերը ինձ ասավ և ինչ-որ մի բան պիտի ասի, նախ և առաջ պահանջիր, ասա որտեղ է գրված։ Սուրբ գրքի 66 գրքերից, որ մեկի մեջ է քո ասածդ գրված։ Եթե պատասխան չունի, այս գրածի համեմատ է, իրենց սրտի խաբեությունով ձեզ կմարգարյանան։ Սուտ տեսիլքներ, երազներ, Աստված իր խոսքն է մեր ձեռքերի մեջ դրել։ Սա գլուխ գործոց մի գիրք է, որ անհատակ օվկիանոս է, անհուն տիեզերք է, էլ ավելի բան ունենք մենք դրսից բերելու։ Եվ Աստված ասում է, եթե այս մարգարեական խոսքերի վրա որևէ մեկը մի բան ավելացնի, իսկ դրսից բերած գաղափարները բոլորը ավելացում է, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք պիտի գան։ Կարող է գաղափարներ լինել, որ հենց մի անգամից Աստծո խոսքի մեջ չկա, բայց անպայմանորեն դրա հիմքը Աստծո խոսքից պիտի լինի։ Եթե ինչ-որ վերլուծական է, մենք տեսեք շատ նեղ ձևով չենք գնում, լայնախոհ ենք նաև այս իմաստով, բայց
այն ինչ որ Տիրոջից է, մենք ուզում ենք իր խոսքի միջոցով ստանանք։ Ուրեմն շատ սուտ մարգարեներ նաև վերջին ժամանակների մեջ պիտի գան, որ շատ հաճախ իրենց սրտի ուզածը դիմացինին ասում են. Տիրոջից քեզ համար խոսք ունեմ։ Եթե Տերը պետք է այդ մարդուն խոսել, իրեն կխոսեր։ Ինչ է դու մի մեծ մեկն ես, հա, քո միջոցով պիտի խոսի։ Եվ ձեզ խնդրեմ տնային աշխատանք, եթե կարդաք սրանից բենեֆիտ պիտի ստանաք, եւ այս տեղը մշտապես ունեցեք։ Երեմիա 23-րդ գլուխ 16-ից 32 համարները։ Հիմա ուզում եմ տեսնեմ քանիսներ նշեցին։ Երեմիա 23-րդ գլուխ 16-ից 32 համարները, որտեվ մեր դարաշրջանում նույնպես կան այսպիսիները, ովքեր որ մարդկանց մոլորեցնում են։ Երկաթի զորությունը հոգևոր տեսանկյունից նաև բացասական իմաստ ունի։ Այս անգամ պիտի դիմենք, ուրեմն Եսայի մարգարությանը 48-րդ գլուխ 4-ից 6 համարները, 48 Եսայի 4-ից 6։ Որտև գիտեի, թե դու խիստ ես եւ քո պարանոցդ երկաթի ջիղեր ունի եւ պղնձե ճակատ ունիս, պղնձա ճակատ։ Քեզ կանուխեն պատմեցի ու դեռ չեղած քեզ իմացրի, որ չլնի թե ասես. Զանոնք իմ արցանը սրավ եւ իմ քանդակած եւ ձուլածո կուրքս հրամայեց։ Կենթանի Աստված իրենց հետ խոսում է, ասում են արցանը արավ այդ բաները։ Եվ անապատի շրջանում վերցրեցին եւ ոսկե հորթը սարքեցին ու պաշտեցին, ասեցին սա է մեր Աստվածը, որ Եգիպտոսի գերությունից մեզ ազատեց։ Եվ իմ քանդակած ու ձուլածո կուրքս հրամայեց։ Դու նրանց լսեցիր։ Անոնց ամենքը կատարվեցան, եւ դու զանիկա պիտի չհրապարակես, ու ասկե ետքը նոր եւ ծածուկ բաներ պիտի գիտցնեմ, որոնք դու չգիտցար։ Այսինքն հանկարծ չասես, որ այդ արցանը, որ սարքված էր, դա արավ այս բաները, Աստված իրենց կյանքերի մեջ ինչպիսի հրաշքներ արավ, բայց իրենք կռապաշտության մեջ են։ Սատանան շատ խորամանկ է։ Սատանան աշխարհի ամենալավագույն ձկնորսն է։ Գիտի, որ մեկ ձուկին ինչ կարթով բռնի։ Եվ մարդկանց բռնել է, չէ՞։ Այս է կյանքը, կեր խմի, քեֆարա, ինչպես։ Շարունակեք ուզում։ Աշխարհն էլ ոտքի տակ խալի է, բա հանկարծ մի օր եթե աչքերդ բացես, պիտի տեսնես, որ այնտեղ ես, որտեղ երբեք չէր ուզենա գնալ։ Ուրեմն ինչ այստեղ նշեց խստապարանոց։ Պարանոցը ո՞րն է։ Մարդու վիզը, չէ՞։ Պարանոցը ինչից է բաղկացած։ Միս եւ ոսկոր, հա։ Փոխաբերական իմաստով է սա։ Հոգևորապես պիտի հասկանանք հետեւյալը։ Մեկը որ համառ է, ապստամբ է, Աստծո խոսքին եւ կամքին անհնազանդ է, հաճախ ասում են կարծր սիրտ ունեցող չէ, իսկ մեկ բառով կարող եք բնորոշել։ Հպարտ մեկը այսպիսին է։ Աստված Մովսեսի միջոցով հաճախ Իսրայելին անվանում էր խստապարանոց ժողովուրդ կամ կամակոր ժողովուրդ։ Եվ այս խոսքը խստապարանոց վերաբերում է բոլոր նրանց, ովքեր որ Աստծուն մերժում են։ Երբ որ Աստծո խոսքը կլսես, քո սիրտդ մի խստացրու, խստապարանոց մի եղիր, խոնարհի Տիրոջ առջև, եւ այդ երգը շատ հարմար էր, չէ՞։ Աստված խոնարհներին շնորհք կտա, այսինքն ձրի փրկությունը կտա, բայց հպարտներին, անբարտավաններին Աստված հակառակ է։ Հիմա մարգարեական շատ կարևոր գրություն պիտի քննենք,
որտեղ երկաթը ներկայացված է որպես զորություն։ Եթե հիշում եք նախորդ քարոզախոսության մեջ մենք քննեցինք Նաբուգոդոնոսոր արքայի տեսած այդ արձանը, որ Դանիելը դրա մեկնաբանությունը տվեց եւ արծաթի մասին անցյալ անգամ խոսեցինք, ներկայիս էլ ասելիք կա, այդ արձանը ազգերի թագավորություններն են ներկայացնում։ Բաբելոնով սկսեց եւ պիտի ավարտվի հռոմեական վերածնված կայսրության վերջը գալով։ Դանիելի 2-րդ գլուխ, եկեք կարդանք։ Նախ 31-ից 33 համարները եւ ապա 40-ը։ Դու ով թագավոր կտեսնեիր մեծ արձանը, այս մեծ ու խիստ պայծառ արձանը քու դիմացդ կանգնած էր։ Նրա երևույթը ահավոր էր։ Այդ արձանի գլուխը զուտ ոսկի էր, հետո բնորոշեց, որ դա դու ես, Բաբելոնն է։ Նրա կուրծքն ու թևերը արծաթ, մեջքն ու ազդրերը պղինձ, սրունքները ինչ երկաթ ու ոտքերի մի մասը կավից էր, այն եվրոպական 10 պետությունները, որ կազմվեցին, այսինքն արձանը ամբողջացած է։ Նաև 40 համարը կարդանք, եւ 4-րդ թագավորությունը երկաթի պես ամուր պիտի լինի, եւ ինչպես երկաթը ամեն բան կփշրե եւ կմանրե, նա էլ այս ամեն բաները կտրող երկաթի պես փշրելով պիտի կոտրե։ Սնունքները դա արձանի ոտքերն են, որոնք երկարեցին։ Ավասի 2000 տարուց ավել է եւ ժամանակին, դա 5-րդ դարում էր, բաժանվեցին հռոմեական եւ բյուզանդական կայսրությունը, երկուսն էլ ներկա ժամանակով եկել են եւ հասել են մեր օրերը։ Պատկերացրեք, այդ բաժանումը չլիներ, կնշանակի արձանի երկու ոտքերը չեն ձևավորվի, հետևաբար մենք վստահություն չենք ունենա, որ գրությունը կամ այդ տեսած արձանը ճշմարտություն է, բայց Դանիելը Քրիստոսից 5 դար առաջ է եղել, պատկերացնում եք այդ գրությունները ներկայիս վավերական են, իրողություն են, եւ անգամ այդ արձանի ոտքերի թաթերը ամբողջացած են եւ այդ մատները, ինչպես ասեցինք, նախնական եվրոպական 10 պետությունները, որ հետո դա պիտի համաշխարհային դառնա եւ կարեւորը մենք գիտենք նաեւ վաղճանը։ Եվ ժայռից կտրված մի քար եկավ եւ հարվածեց այդ արձանի ոտքերին եւ արձանը, որ երկաթից էր, պղնձից էր, արծաթից էր, ոսկուց էր, չէ, այսինքն մետաղներով պատրաստված փշուր պիտի լինեն եւ քամին պիտի վերցնի ու պիտի տանի ամենուրեք ցրի։ Այլ կերպ ասած, ազգերի դարաշրջանը պիտի ավարտվի, որից հետո պիտի հաստատվի ինչ? Քրիստոսի աստվածապետական հազարամյա թագավորությունը Millennial Kingdom։ Երբ որ Հիսուս գա, ազգերի դատաստանը պիտի անի Հովսափաթի հովտում, the valley of Josaphat։ Նաև կոչվում է վճռո հովիտ։ Հովել Մարքային այդպես է գրում, Հովել 3-րդ գլուխ առաջի 2 համարները եւ 14-ից 16 համարները, դրանով պիտի վճռվի, թե որ ազգերն են, որ պիտի մտնեն հազարամյա թագավորություն։ Եվ որը պիտի լինի չափանիշ այդ բանի։ Քրիստոս այդ մասին խոսեց իմ եղբայրակիցների հանդեպ։ Մանավանդ մեծ նեղության շրջանում, երբ որ ները սկսի մասսայական հալածումը եւ գրված է, որ հրեաների 2/3-ը պիտի սպանվեն, նրանք ովքեր որ ներին այդ բանի մեջ պիտի օգնեն, եւ գիտենք այսօր մուսուլմանական բոլոր երկրները ատամ են կրճտացնում, չէ՞, առաջի հարվածը նրանց վրա պիտի գա։ Եկեք կարդանք Մատթեոսի
Ավետանից 26-րդ գլուխ 31-ից 33 համարները։ Երբ որդին մարդու իր փառքով գա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, Մատթեոս 25-րդ գլուխ 31 համարից են կարդում։ Այն ատեն իր փառած աթոռը պիտի նստի, նրա առջև պիտի ժողվին բոլոր ազգերը եւ զանոնք իրար մե պիտի զատե, ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատե։ Ոչխարները իր աջ կողմը եւ այծերը իր ձախ կողմը։ Շատ հաճախ մենք լսում ենք այս գրությունների բացատրությունը իբրև անհատ մարդկանց, հավատացյալները որպես աչակողմյան ոչխարները եւ այծերը, ովքեր որ այծերը մի քիչ ապստամբ են, չէ՞։ Վերագրում են նրանք, ովքեր որ հավատ չունեն, ապստամբել են եւ այլն։ Բոլորովին սա անհատական զատողություն չէ։ Սա ազգերի դատաստանն է, որ Հովսապատի հովտում պիտի տեղի ունենա, այդ համարները Հովելի մարգարեության եթե կարդաք։ Չենք ուզում, որ այդ կողմի վրա շեղվենք։ Հետևություն, երկաթը, որի գլխավոր հատկությունը ամրությունն է եւ զորությունը, խորհրդանիշն է աստվածային դատաստանի։ Այս նույն համատեքստից ելնելով քննենք մեկ այլ մարգարեություն, որ վախճանաբանական է, eschatology։ Գրված է Մեսիայի մասին, Մեսիան եկավ, իր գործառույթները կատարեց, բայց այս մարգարեությունը իր երկրի վրա եղած ժամանակ իրողություն չդարձավ, որովհետև սա ապագային վերաբերող մի բան է։ Նախ կարդանք Սաղմոս 2-ից եւ 6 համարից։ Ես օծեցի իմ թագավորս, իմ սուրբ լեռանը Սիոնի վրա։ Հրամանը պիտի պատմեմ, Տեր ինձ ասավ, դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Խնդրե ինձ մե եւ հեթանոսները քեզ ժառանգություն պիտի տամ, ու երկրի ծայրերը քեզ ստացվածք։ Նրանք երկաթե գավազանով պիտի ինչ անես, կոտրես է գրած։ Կոտրես մի ուրիշ տեղ պիտի կարդանք, որ հովվես է նշանակում։ Այսինքն այդ երկաթյա գավազանը այնպիսի զորավոր պիտի լինի, որ մարդիկ անկարելություն է, որ չհնազանդվեն։ Բրուտի ամանի պես պիտի փշրես զանոնք։ Ուստի հիմա ով թագավորներ, մտքերնիդ առեք, երկրի դատավորներ, խրատվեցեք, երկյուղով ծառայեցեք Տիրոջը ու դողալով անկե վաղցեք, որդին համբուրեցեք, սա չի նշանակում, մի հատ արցան Հիսուսի սարկած գնաց համբուրեց, ասես որդուն համբերուց է։ Որդուն համբուրել նշանակում է ինքը թող քո կյանքիդ մեջ կա, իրեն ունեցիր կյանքիդ մեջ։ Որդուն համբուրեցեք, որպեսզի չբարկանա ու ճամփու մեջ չկորսվիկ։ Երբ անոր բարկությունը քիչ մը բորբոքի, երանի այն ամենուն, որոնք անոր կհուսան, երանելի են բոլոր նրանք, ում համար Հիսուս Տեր է եւ փրկիչ է եւ առիթով ու առիթից դուրս դավանում են։ Տեր Հիսուսի անունը ամենուրեք, երանելի են այդպիսիները։ Դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Սաղմոսն էլ գիտենք, Դավթի գրածն է։ Դավթի մասին է ասում Աստված։ Ասում է դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի։ Աստված կարծում եմ այսպիսի խտրական բան չեր անի մեղավոր մեկի համար, որ այսպես գրվեր, հատուկ նրա ծննդյան մասին գրվեր։ Գործք առաքելոց 13-րդ գլուխ 33 համար։ Պողոս առաքյալը Անտիոքում այս գրությունը վերագրեց Հիսուսին։ Եբրայեցիների առաջին գլուխ եւ 5 համար։ Հրեշտակներին ում ասվեց դու իմ որդին ես, ես այսօր քեզ ծնեցի, եւ դարձյալ ես նրան հայր պիտի լինեմ եւ նա ինձ որդի պիտի լինի։
Բացահայտ է, չէ՞ գրված։ Ում համար է գրված, որ մարգարեությունը Հիսուսին է վերաբերում, որովհետև Դավթին երբեք չտրվեց Դավթին, որ հեթանոսներին որպես ժառանգություն ունենա, ոչ էլ գավազանով նրանց հովվի։ Ինքը Իսրայելի վրա թագավոր էր 40 տարիներ, աստվածապաշտ էր եւ դրա պատճառով էր, որ Աստված տվեց, որ այդ 40 տարիները խաղաղության մեջ ապրեցին։ Եթե այստեղ միայն կանգնեինք, շղթած պիտի լինեինք, որ Դավիթ թագավորի մասին չէ, միայն այդքանը, բայց մեզ հավելյալ ապացույց է պետք, որ սա գրված է հենց Մեսիայի Հիսուսի համար։ Հայտնության գրքում մի պատկեր ենք տեսնում ներկայացված Հիսուսի երկրորդ գալստյան երկրորդ հանգրվանը։ Second stage of second coming of Christ։ Որտև Հիսուս երկու հանգրվանով պիտի գա։ Առաջինը կոչվում է ինչ։ Հափշտակություն, rapture։ Երբ որ հափշտակությունը տեղի ունենա, Հիսուս իր մարմինը կազմող եկեղեցին, այսինքն բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալներին աչք փակել, բացելու մեջ երկինք պիտի վերցնի։ Երկնքում 7 տարի գառնուկի կոչունքը պիտի լինի, հարսանիքը հարսի հետ, եկեղեցու հետ։ Իսկ երկրի վրա 7 տարի սարսափելի նեղության շրջան։ Վայ նրանց, ովքեր որ հափշտակության մեջ բաժին չունեն եւ երկրի վրա պիտի մնան, ները ինչպիսի հարվածներ պիտի բերի։ Սարսափելի օրեր պիտի ապրեն մարդիկ երկրի վրա։ Եվ ինչպես գրված է, լեռներին պիտի ասեն, մեր վրա ընկեք, մեզ ծածկեք, ասում եմ մարդիկ մահը պիտի փնտրեն ու պիտի չգտնեն, ցավից իրենց լեզուները բերանների մեջ պիտի ծամեն, սարսափներ է գալի երկրի վրա, ով հայ ժողովուրդ, արթնացեք, եթե առանց Քրիստոսի ես, դու վտանգված ես, բայց Քրիստոսի մեջ կա ապահովություն և կատարյալ ապահովություն։ Հիսուս այդ 7 տարվա կոչունքից հետո երկրի վրա պիտի գա փառքով ու զորքով եւ գրված է բերնի շունչով ներին ու սուտ մարգարեին պիտի կործանի, նրանք պիտի գնան ծծումբով այրված կրակի լճի մեջ։ Եվ Հիսուս երկրի վրա պիտի հաստատի աստվածապետական հազարամյա թագավորություն։ Ահավասիկ տեսնենք, թե ինչ կերպով նա պիտի գա եւ սքանչելի են այս տողերը։ Կարդանք Հայտնություն 19-րդ գլուխ 11 համարից։ Տեսա երկինքը բացված եւ ճերմակ ձիմը։ Նրա վրա հեծնողը հավատարիմ եւ ճշմարիտ կկոչվի։ Արդարությամբ դատաստան կտեսնե եւ կպատերազմի։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին։ Նրա գլխի վրա շատ թագեր կային եւ գրված անունը ուներ, որ մեկը չգիտեր, բայց միայն ինքը։ Արյունով ներկված հանդերձը հագած էր։ Ի նկատի ունենանք, իր գալուց հետո պիտի նստի Հովսապատի հովիտը եւ ազգերի դատաստան պիտի անի։ Դրա համար է իր հանդերձը արյունով ներկված։ Նրա անունը բանն Աստծո, սկզբից էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Երկնքի մեջ ողող զորքերը նրա ետևից կերտային ճերմակ ձիերով, ճերմակ եւ մաքուր բեհեզներ հագած, որ Քրիստոսի արդարությունն է ներկայացնում։ Նրա բերանից սրած սուրմը կելեր, որպիսի անով ազգերին զարնե, դատաստան Հովսապատի հովտում։ Եվ ինքը ահա այստեղ է, սրա համար կարդացինք, երկաթե գավազանով պիտի հով վեզանոնք եւ ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինի հնձանը ինքը պիտի կողե։ Այսինքն այն ազգերը, ովքեր որ հազարամյա չեն մտնելու, Հիսուս այդ դատաստանը նրանց պիտի անի։ Եվ իր պատմուճանի վրա
եւ իր ազդրի վրա գրված գիրմ ուներ թագավոր, թագավորած եւ Տեր, Տերած։ Եվ այս կերպով Տերը պիտի գա ու հազարամյա թագավորությունը հաստատի, որ Աստծո խոսքի մեջ նշվում է նաև որպես սփոփանքի տարիներ։ Այսինքն մարդը այն ինչ որ կորցրեց Եդեմական պարտեզում, այս կերպով Աստված ցույց պիտի տա, թե մարդուն ինչ հրաշալիքներ էր սպասում երկիր մոլորակի վրա, եւ մարդը մեղքի պատճառով ինչ խղճուկ վիճակի մեջ է հիմա հայտնված։ Որ Աստծո կողմից անիծվեց մարդկությունը, բուսական կենթանական աշխարհը եւ ամեն բան։ Հիմա մենք որ ապրում ենք, այս անիծյալ երկրի վրա ենք ապրում, բայց պիտի գա մի ժամանակ, որ այդ անեծքը պիտի վերցվի եւ Աստված երկիր մոլորակը պիտի նորոգի եւ մենք պիտի վայելենք այդ սքանչելիքները։ Հիսուսի տեսանելի հազարամյա թագավորությունը։ Նորից ենք նշում տեսանելի, որովհետև այն կարծիքը կա, որ Հիսուս ներկայիս թագավորում է, հիմա է հազարամյան, բայց ուր է ինքը, դե ինքը երկնքում է, եկեղեցու առաջնորդների միջոցով ինքը թագավորում է, ում միջոցով, Ռուսաստանի պատրիարք Կիրիլի, թե ավազակապետի, ում միջոցով է ինքը երկրի վրա թագավորում։ Հիսուս տեսանելի թագավորությամբ պիտի գա։ Հայտնություն 20-րդ գլուխ։ Ադամից ու Եվայից հետո, այն ժամանակ որ մեղքը գործեցին, միջև հիմա սատանան ամբողջ զորությամբ գործում է։ Մանավանդ վերջի ժամանակների մեջ իմանալով իրեն քիչ ժամանակ է մնում, ամենայն զորությամբ է գործում։ Երբ որ Հիսուս գա իր հրամանով մի հրեշտակ պիտի ձերբակալի սատանային եւ գուբը պիտի գցի, հայտնություն 20-րդ գլուխ 2-րդ եւ 3-րդ համարները, եւ 1000 տարի նա ով որ մեղքը բորբոքում էր, ով որ թշնամություն եւ ատելություն էր սերմանում մարդկանց միջև, գուբի մեջ կապված պիտի լինի։ Երկրի վրա պիտի գա իրական խաղաղություն, որովհետեւ երկրի վրա պիտի իշխի խաղաղության իշխանը։ Մենք բոլորս էլ շատ ուրախ ենք, որ մեր հայրենիքում, Հայաստանում խաղաղություն է հաստատված։ Որ այլևս սահմանների վրա զինվոր չի սպանվում եւ խաղաղություն է հաստատված։ Դա մի փոքր տեղ, մի փոքր երկիր 29743 քառակուսի կիլոմետր։ Բայց երբ որ Հիսուս գա, ամբողջ երկիր մոլորակի վրա խաղաղություն պիտի հաստատվի։ Եվ ինքը աստվածապետական օրենքներով, երկաթյա գավազանով երկրի վրա պիտի թագավորի։ Եսայի մարգարեն շատ հրաշալի գրում է 2-րդ գլուխ եւ 4 համար, պատերազմական զենքերը գյուղատնտեսական գործիքների պիտի փոխվեն։ Ներկայիս որքան զենքեր են արտադրում եւ այս մրցավազքը շարունակվում է։ Նորանոր զենքեր, նորանոր տեսակներ, չէ՞։ Եվ երկրներ, ովքեր ուզում են աշխարհի մեջ իրենց ազդեցություն ունենան, նրանք շատ ավելի մրցակցություն է։ Այն ժամանակ այլևս ոչ մի զինատեսակ չպիտի լինի։ 6 ամիս պիտի հավաքեն զենքերը, որպեսզի այրեն նրանց այդ փայտյա մասերը։ Եվ դրանք պիտի պատկերացնում եք ինչ է կատարվելու։ Եսային նույնպես հետևյալն է գրում, Եսայի 11-րդ գլուխ, գայլը եւ գառը իրար հետ պիտի բնակվեն։ Արջը եւ պարարտ զվարակը խոտ պիտի ուտեն իրար հետ։ Ներկայիս գայլը գառին պատառոտում է, չէ՞։ Այն ժամանակ այդ թշնամությունն էլ պիտի վերցվի։ Այն գազանները, ովքեր որ ժանիքներ ունեն, այդ ժանիքները պիտի կտրվի, աստվածային հրաշքներ պիտի լինեն։ Մենք հաճախ փորձում ենք տրամաբանորեն բաներ հասկանանք, բայց Աստծո մոտ անկարելի ոչինչ չկա, ինչ որ գրվեց 100%-ով պիտի լինի։ Հոգևոր գիտությունը այն ժամանակ իր գագաթնակետին պիտի հասնի։ Մենք պիտի սկսենք Հիսուսին ոչ թե որքան գիտենք այդ չափ,
շատ ավելի ամբողջ հավիտենականության մեջ պիտի ճանաչենք եւ ճանաչելու յետևից պիտի լինենք։ Բնության մեջ կտրուկ փոփոխություններ պիտի կան։ Բոլոր անապատները մրգաստանների պիտի վերածվեն, այգեստաններ։ Սահարայի անապատը Աֆրիկայի հյուսիսում միլիոնավոր քառակուսի կիլոմետր տարածք է եւ այնտեղ միայն փշե բույսեր կան, կարիճներ ու օձեր, բայց այն ժամանակ մրգաստանների պիտի այդ ամենը վերածվի։ Մարդիկ պիտի երկարակյաց լինեն, նրանք ովքեր որ մեծ նեղության շրջանից մի կերպ պիտի ազատվեն եւ նրանց սերունդները, եւ եթե մեկը 100 տարեկանում մահանա, պիտի ասեն խեղճ երիտասարդը, այս ինչ անեցքի հանդիպեց։ Այնպես որ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծո խոսքի միջոցով մենք հասկանում ենք գալիք ապագան։ Այս աշխարհի քաղաքագետները, տնտեսագետները միայն կարող են ենթադրել, թե աշխարհում ինչ կարող է տեղի ունենալ 1 տարի, 5 տարի, 10 տարի հետո, բայց չգիտեն թե ինչ ընթացք կարող է ունենալ։ Բայց մենք հաստատակամ գիտենք, որ պիտի գա մի իրադարձություն, որ մարդկության պատմության մեջ նման բան տեղի չի ունեցել։ Եվ այն է ինչ եկեղեցու ապշտակությունը։ Այնպես որ պատրաստ գտնվենք։ Հիսուս պիտի գա եւ իր հետ տանի բոլոր նրանց, ովքեր որ Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունել են։ Ովքեր որ մերժում են, նրանց վրա կախված է Աստծո դատաստանը։ Աստված ասում է. իմ սուրս ամեն օր ամբարիշտների վրա սրված է, որովհետև Աստված իր որդուն զոհեց, նրա սուրբ արյունը թափվեց։ Երբ որ մեկը այդ արյունը մերժում է, ասել է, թե ոտնակոխ է անում, հետևաբար խելացի գտնվենք, մեր ապագայի մասին մտածենք։ Երկու տեղ 100%-ով գոյություն ունի։ Եվ մենք վստահ ենք դրա մեջ, որովհետև Աստծո խոսքի վրա է հիմնված։ Աստծո թագավորությունը երանելի մի կյանք, խաղաղություն, արդարություն, ապահովություն, երբ որ Աստված ասում է ձեր աշկի արցունքները պիտի սրբեմ եւ այլևս մահ չպիտի լինի ձեզ համար, փառավորյալ մարմին Տերը պիտի մեզ շնորհի։ Եվ մյուսը դժոխքն է, որտեղ գնում են բոլոր նրանք, ովքեր որ մերժում են Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Այնտեղ էլ կա լաց եւ ակրաների կրճտոց հավիտյանս հավիտենից։ Եվ սա դեռ վերջը չէ։ Վերջին դատաստանը, Ճերմակ աթոռի դատաստանը, որ տեղի ունենա, ամեն անհատ դժոխքի միջից Տիրոջ առջև պիտի կանգնի, իր կատարած մեղքերի պատիժը պիտի կրի, ամենայն ծանրությամբ ծծումբով այրված կրակի լճի մեջ։ Պարտավոր ենք այս բաները հայտնելու։ Ընտրությունը մարդունն է։ Աստված բանականություն է տվել, միտք է տվել, ասում է այսօր քո առջև դնում եմ կյանքը, որ է Քրիստոս, եւ մահը, որ է սատանան։ Օրհնությունը, որ է Քրիստոս, եւ անեծքը, որ է սատանան։ Ում ես ընտրում։ Եթե Հիսուսին չես ընտրել, արդեն դու սատանային ընտրած ես։ Բայց մեկ քայլ, մեկ որոշում եւ կյանքդ մեծ շրջադարձ կունենա։ Գլխի վայր կշրջվի, ուրախությունդ կատարյալ կդառնա։ Աստված այնպիսի խաղաղություն կտա, որ երբեք այս աշխարհը չի տալիս։ Ճաշակեցեք եւ տեսեք, Հիսուս քաղցր է։ Տեր օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։
Աստծու մի